Այսօր մեր հավատավոր ժողովուրդը ամբողջ գիտի, որ տոնն է Քրիստոսի Երուսաղեմի մուտքի եւ Քրիստոսի աշակերտների հետ մտնում էր տաճար, ժողովրդի մեջ ամբողջ էր հավաքված եւ նրանց մեջ շատ էին երեխաները, որոնք ուրենու ոսները թափահարելով եւ ձիթենու հավատացյալները, հրյաները իրենց զգեստները գցում էին Տիրոջ ոտքերի առաջ եւ երեխաները գոռում էին, բղավում էին, Օսաննա, օրհնյալ է նա, որ գալիս է Տիրոջ անունով։ Եթե մենք չհիշենք կամ չիմանանք հրյա ժողովրդի պատմությունը, թե ինչու էր, ինչն էր պատճառը, ինչու համար էին հրյաները հավաքվել եւ այդպիսի մեջ հանդիսավորությամբ դիվավորում էին Հիսուս Քրիստոսին, չէ որ Քրիստոս դեռ այդ մասին ոչինչ չէր ասել եւ ծածուկ էր պահում եւ այսօր այդ իմաստով մի աստվածահայտնության տոն է, որովհետեւ այսօր այն նորն է եւ Քրիստոս արդեն հայտնեց բացարձակապես հայտարարեց, որ ինքն է Քրիստոսը եւ սա տարբեր դրվագների մեջ երևում է, որովհետեւ Քրիստոս միշտ խոնարհություն էր քարոզում, բայց այս պարագային տեսնելով այս ամբողջի ուրախությունը եւ ընդուներությունը Քրիստոսին շատ հրյա քահանաներ եւ դպիրներ մոտենում են եւ ասում են Քրիստոս, բայց դու նման մեծարանքներ չես սիրում։ Ինչու ես թույլ տալիս, որ այսպես երեխաները բարձրաձայն բղավում են, գովերգում են քեզ եւ Քրիստոս ասում է, ես չեմ ասի իրենց, որովհետեւ եթե իրենք դռեն, ապա քարերը կխոսեն։ Եվ շատ կարևոր է յուրաքանչյուր հավատացյալ մարդու համար, որ գալիս է այսօր եկեղեցի տոնելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմի մուտքի տոնը, ծաղկազարդը իմանա այդ պատմությունը։ Ովքեր են խոսելու, ովքեր են այն քարերը, որոնք որ պիտի խոսեին, ովքեր են այն առաքյալները, նրա աշակերտներն էին, որոնք որ բղավում էին նաև եւ ովքեր նա ինչ նկատի ուներ Քրիստոս, երբ որ ասում է, եթե աշակերտները չբղավեն, մանուկները չբղավեն, ապա այս քարերը պիտի խոսեն։ Քրիստոս քարեր ասելով նկատի ուներ բոլոր այն հավատացյալներին, այն մարդկանց, այն անհավատներին, որոնք լսելով Աստծո խոսքը դարձի չէին եկել, չէին ընդունում Քրիստոսին։ Երբ որ քարերը նկատի ուներ ասելով Քրիստոս նկատի ուներ նաև բոլոր այն հավատացյալներին, որոնք Քրիստոսի ճշմարիտ ուղիով չեն առաջնորդվում։ Ճիշտ է, հայտարարում են, որ իրենք ընդունում են, բայց առաջին իսկ պահից իրենք ուրանում էին Քրիստոսին։ Եվ եթե մեզ թվում է, որ նման պարագաներում մենք գնում ենք Տիրոջ ընդառաջ, այլ միշտ Տերն է եկել մեզ ընդառաջ։ Ձեռընթառաջի տոնը, եթե մենք տեսնենք, հիշենք, վերհիշենք ձեռընթառաջի տոնը, առակը հիշենք, երբ որ հայրը գնաց տղային ընդառաջ, այնպես էլ մենք մտածում ենք ամեն անգամ, որ մենք գնում ենք Տիրոջ ընդառաջ, գնում ենք դեպի Քրիստոսին, բայց իրականության մեջ հակառակն է կատարվում։ Քրիստոս է յուրաքանչյուրից մոտենում, յուրաքանչյուր պահի Քրիստոս ցանկանում է մոտենալ եւ իր ամբողջ երկրային կյանքի այդ 3 տարիները նամանավանդ ակնբախորեն դրա ապացույցն են, որ միշտ Քրիստոս էր գնում, մարդիկ չէին Քրիստոսի մոտ գնում, այլ Քրիստոսից էր գնում էր մարդկանց մոտ։ Այլ ուրիշ հարց է, որ այդ քարերը շատ-շատերը, այդ քարերից շատ-շատերը
չէին ընդունում Քրիստոսին եւ այդ քարերն էին նաեւ այն բոլոր հрьяաները որոնք որ Քրիստոսի խաչապայթի վրա բղավում էին խաչ անեք նրան բայց Քրիստոս միշտ հնարավորություն է տալիս մարդուն մեղավորին ետ դառնալու եթե մենք հիշենք Քրիստոսի խաչելությունից հետո մահվանից հետո ինչ եղավ նախ եւ առաջ Քրիստոս իջավ դժոխք ավերեց դժոխքը որովհետեւ Աստված նաեւ հնարավորություն տվեց իր հավատացյալին զղջալու նաեւ դժոխքի մեջ եւ իր հետ բարձրացնելու եւ այնտեղ են նաեւ կայնային քարերը որոնք որ չընդունեցին Քրիստոսին եւ մնացին դժոխքի մեջ Քրիստոս բացեց դռները դեպի երկինք բարձրանալու բայց բարձրացան երկինք միայն նրանք ովքեր որ ընդունեցին Քրիստոսին այսօր շատ է խոսվում մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի մուտքի այն պահը երբ որ Քրիստոս ավանակի վրա նստած մտնում է Երուսաղեմ Ընդհանրապես մեծ խորհուրդ ուներ այն ժամանակ թագավորները երբ որ գնում էին պատերազմի ձիերով իրենք գնում էին հաղթանակելու համար եւ գնում էին եւ վերադառնում էին եւ այն խոսքերը որ այստեղ ասում են երեխաները բղավում են օրհնյալ է նա որ գալիս է Տիրոջ անունով սա քրիստոնեությունից առաջ արդեն կար այս բառերը ասելով հրյա ժողովուրդը դիմավորում էր հաղթանակները իր երկրի մշտապես երբ որ գալիս են թագավորները ձիերով այսպես հատուկ համազգեստներով ժողովուրդը այդպես ընդունում էր իր թագավորներին եւ սա ձին խորհրդանշում էր պատերազմը եւ ավանակը խաղաղությունը Քրիստոս խաղաղությամբ էր գալիս դեպի իր ստեղծյալը եւ այստեղ նաեւ շատ կարեւոր է որ մենք հիշենք մեկ այդ հանգամանք ինչու է ժողովուրդը այսքան հավաքվել ինչի համար որովհետեւ եթե դրանից մի քանի օր առաջ նայենք ինչ էր եղել Ավետարանում կա Ղազարոսի հարությունն էր եղել երբ որ 4 օր մահացել էր արդեն Ղազարոսը եւ Քրիստոս գնում եւ նրան հարություն է տալիս եւ սա մեծագույն զարմանք էր յուրաքանչյուրի համար եւ շատ-շատերը չէին կարողանում հрьяաների անհավատ հрьяաները չէին կարողանում մեղադրել Քրիստոսին որովհետեւ ժողովուրդը ինքը տեսել էր ինքը իր աչքով տեսել էր որ մահացածը 4 օրվա հարություն է առել եւ նաեւ ճանապարհին երբ որ դեպի Երուսաղեմ էր գալիս Քրիստոս նաեւ քույրին տեսնելու հնարավորություն էր տվել եւ սա այս հրաշքները մեծ հետաքրքրություն էին առաջացել հрьяաների մեջ երբ որ նրանք ասում էին դու ես թագավորը հրեից իրենք բնականաբար նկատի չունեին քրիստոնեական հաղթանակը այսօր ինչպես մենք որ պատկերացնում ենք, այդ նրանք աշխարհիկ հաղթանակ էին ուզում, որովհետև եթե նայենք հրյա ժողովրդի պատմությունը, նրանք դուրս էին եկել, հազիվ էին փախ եկել եգիպտական գերությունից, ստրկությունից, եկել էին այստեղ եւ այստեղ էլ Երուսաղեմում էլ արդեն հրյական ժողովրդի մեջ իրենց կենցաղը բավականին դժվար էր եւ իրենք սպասում էին մի թագավորի, որը որ պիտի գար ազատել իրենց այս դժվար կացությունից, բայց Քրիստոս գալիս է ասելու, որ ես չեմ եկել ձեր մարմինները ազատագրելու, այլ եկել եմ ձեր հոգիներին ազատություն տալու, խաղաղություն տալու, եկել եմ ցույց տալու այն ճանապարհը, որով որ պիտի դեպի երկինք բարձրանալ։ Եվ այս բոլոր խորհուրդները Աստվածաշնչում կան նոր կտակարանում եւ նրանք եւ Քրիստոսի եւ ավանակի վրա նստած դիները մտնելը Երուսաղեմ նաեւ 5 կտակարանում կա արդեն խոսվում է Եսայի մարգարեության մեջ որ պիտի գա փրկիչը եւ ավանակի վրա նստած պիտի գա եւ մեծագույն խորհուրդ ունի ծաղկազարդը յուրաքանչյուր քրիստոնյայի համար եւ մեր եկեղեցում
Մենք գիտենք, որ այս 40 օրերը մեր եկեղեցու կողմից տրված հնարավորություններ մեր հավատացյալներին, որպեսզի մաքրեին մեծի պահոց այս ամբողջ շրջանին, մաքրեին իրենց հոգիները, մարմինները նյութական մեղքերից, այն մեղքերը այս Երուսաղեմի պատմության մեջ այն զգեստներն են, որ հավատացյալները գցում են ոտքերի առաջ։ Դրանցով հավատացյալները, իրեն դիմավորողները ուզում էին ազատվել իրենց երկրային մեղքերից։ Յուրաքանչյուր մարդ, որը որ մեծի պահոց շրջանը ապրում էր, նա այդ զգեստն էր, որ իրենից թոթափում էր, գցում էր այդ զգեստը, հագնելու համար սպառազինությունը Քրիստոսի խաղաղության և խաղաղության հաղթանակի։ Եվ շատ կարևոր է, սիրելի հավատացյալներ, որ մենք յուրաքանչյուր տոն, երբ որ տոնում ենք մեր եկեղեցիներում, կարողանանք ներթափանցել նրա խորհրդի մեջ, հասկանալու համար, ինչու համար է կարևորագույն, մեծագույն տոներից մեկը ծաղկազարդ է։ Արդյոք միայն նա է, որը որ այն ուրենու ոսկերն են, որոնք որ մենք տանում և ամբողջ տարի մեր տանը դնում ենք։ Մենք ոչ թե նրանից ենք օրհնություն ակնկալում, դա ընդամենը ուրենին գովաբանության մի միջոց էր, հանդիսավորություն էր տալիս, մեծարում էր տալիս։ Նրանք դրանով ոսկերով մեծարում էին Քրիստոսին։ Բայց անչափ կարևոր է, որ յուրաքանչյուրս ընդունենք այն կոչը, որը որ մեզ է ուղղում։ Իսկ այդ կոչը մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի պատգամներն են, երկրային կյանքում ապրելու այն բոլոր բանալիները, որոնք որ Աստվածաշնչով, ավետարանով տրվում են յուրաքանչյուր քրիստոնյայից։ Եվ այսօր շատ կարևոր է, մասնավորապես այսօր, երբ մեր ժողովուրդը դժվարի վիճակի կացության մեջ է գտնվում, աշխարհաքաղաքական առումով, և շատ դժվարագույն պահերի մեջ են գտնվում, յուրաքանչյուրիս համար անհրաժեշտ է, որ մենք տեսնենք, լսենք այն կոչը, որ Քրիստոս մեզ կանչում է, եկեք ինձ մոտ, բոլոր հոգնածներ և ծանրաբեռնածներ և ձեզ պիտի ուժ տամ, ձեզ հավիտենական կյանքի պիտի արժանանամ, բայց որպեսզի Տերը լսի մեզ, մենք պետք է դիմենք Քրիստոսին, ինքը գալիս է մեզ մոտ, մենք շուռ են գալիս և գնում ենք, բայց հետո ասում ենք ինչու չարեց ոչ մի բան Քրիստոս, բայց ընդհակառակը մենք պիտի կանգնենք, տեսնենք ինչ է ասում։ Պատահական չի ասում ավետարանում, որ նա ով որ ականջ ունի, թող լսի, ով աչք ունի, թող տեսնի։ Եթե մենք տեսնում ենք, բայց բոլորս ամբողջ երկրային կյանքը մեր մեջ անցկացնում ենք աստվածապարգև այդ կյանքը, մեղքեր կուտակելով և անդադար այդ զգեստները Տիրոջ առջև փռելով, ոչ մի արդյունք չունենա, եթե մենք դա հոգով չանենք, եթե այդ զգեստը նախ և առաջ մեր հոգու մեջ մենք պետք է գցենք Քրիստոսի առաջ, իսկ այդ զգեստը աշխարհիկ մեղքն է։ Այն բոլոր աշխարհիկ հարստություններն են, որոնք որ մեզ թույլ չեն տալիս բարձրորեն մոտենալու և գտնելու մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին։ Եվ իմ մեծագույն աղոթքն է, սիրելի հավատացյալներ, նախ շնորհավորել բոլորիդ, մեծագույն մեր եկեղեցու տոնի առիթով, նաև հայ առաքելական եկեղեցում ամենայն հայոց Գարեգին երկրորդի ուրեմն տնօրինությամբ այսօրը հայտարարվեց տարիներ առաջ մանուկների օրհնության օր։ Այն մանուկները, որոնք որ Երուսաղեմում բղավում էին, ովսանա բարձունքներին օրհնյալ են նա, որ գալիս է Տիրոջ անունով, այսօր մեր բոլոր մանուկներն են, որոնք որ պետք ընդառաջ մոտենան Քրիստոսին իրենց մերձայցով, գտնեն իրեն և այն նույն ճանապարհով ընթանան, որ Տիրոջ պատգամներն են մեզ սովորեցնում։ Ես ուզում եմ շնորհավորել մեր բոլոր երեխաներին, մեր բոլոր մանուկներին, աղոթք վեր առաքել առ Աստված, երկնավոր Հորը, որ Տերը խաղաղության մեջ պահի մեր երկիրը հայրենի, և որևէ կերպ չվնասվեն մեր մանուկները, որևէ կերպ։ Ես ուզում եմ աղոթք վեր առաքել առ Աստված, որ այսօր Քրիստոսի մուտքը Երուսաղեմ քաղաք օրհնաբեր լինի յուրաքանչյուրիդ համար։ Այսօր թող Տերը այցելի յուրաքանչյուրիդ ընտանիքի մեջ
թող հիվանդներին առողջություն պարգևի, թող մեր երկրի խաղաղություն պարգևի, թող հաջողություններ պարգևեն, մեր բոլոր երիտասարդների հոգու մեջ անթեղած բոլոր ցանկություններն ու երազանքները իրականություն դառնան։ Սա է մեր աղոթքը այս սրբազանորը, ուզում եմ կրկին անգամ շնորհավորել բոլորիդ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ տաղտազարդի տոնի առիթով։ Թող Աստծո օրհնությունը, սերը, խաղաղությունը մշտապես լինի յուրաքանչյուրիդ հետ, յուրաքանչյուրիդ առաջնորդող այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն